Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մեծ պահոց 4-րդ շաբաթը շարունակելով դերունական աղոթքի բարձ բացատրությունը գսենք։ Միամնորյա հացը դուր մեզ այսօր։ Այսօր գտնա հարցականներ հարուսանել, թե այնքան նվիրական խնդրանքների հետ, ինչպիսին են Աստուծո անունը սուրբ լա եւ ապա իր գամ կգադարվի երկրի վրա, ինչպես երկրի մեջ, այժմ նյութական խնդրանք մը կներկայացնենք։ Իրավ է որ հարցումները թույլ կփանա այս մեկը, սակայն նույնքան քերեցիկ հասկացողություն հարաճ կբերի Աստուծո սիրույն եւ հոգադարության մասին։ Ուստի անգամ եւ սվայելեք սուրբ քրային իմաստությունը, որովհետեւ կհրամցնե համերաճաշակ սերամը, որովհետեւ կոհացնենք մեր անօթությունը։ Ըստ հաց մեր հնաբազորդ դուր մեզ այսօր։ Մեր ամենօրյա հացը դուր մեզ այսօր։ Աստված եթե մի բարձի մեջ մեր նախածնողած թույլ տվավ սնունդ ապահովել բոլոր ծառերու բդուրներեն, բացի մեկ ծառեն, Ծննդոց 2:15։ Ավելի ուշ Եգիպտոսի քերեվարությունեն դուրս առաջնորդելով իր ժողովուրդը, անապատի մեջ ամենօրյա հաց հայթայթեց երկինքեն մանանա դեղացնելով, իսկ ավելի ուշ լորամարքի Ելից 16:4-13։ Նոր գդարանի մեջ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոս անապատի մեջ ամբողջ օրվանը քարոզութենի յետ ավելի քան 5000 ժողովուրդ կերակրեց հացով ու ցուգով Մատթեոս 14:15։ Սուրբ քրային այս հիշատակությունները լավագույն վկայություններն են, թե Աստված հոգադար է մարդկության, ինչպես նաև բոլոր արարածներու գոյապահպանման։ Ուստի այս խնդրանքին խորը թափանցենք լավագույնս հասկանալու համար անոնք գեղեցկությունն ու պատկամը, որ ավելի պիտի հեացնե մեզ։ Ճիշտ է, որ մեր Տերը Քրիստոս երկավոր առաքելության սկիզբը իր ուսուցած աղոթքի մեջ հատուկ դեր տվավ առօրյա հացին, սակայն ավելի ուշ հայտարարեց, թե ես եմ կյանքի հացը, Հովհաննես 6:35։ Ուսուցման ինչ գեղեցիկ մեթոդ։ Սկիզբը անուն ընթիրներուն ուշադրության արագատ հարցուց հացի բարձ ու տարածի կարևորությունը, իսկ հետագային նույն բառին ավելի կենսականությունը ոչ միայն առօրյայի ֆիզիկականի պահպանման, այլ մեր գոյության հավերժության իխնդիր։ Արդարև Հիսուս միակ եւ ամբողջական սնունդն է մեր հոգիներուն։ Բոլորոնք որոնք կհավատան իրեն եւ կսնանին իր խոսքով, անկերազանցելի բավարարություն կստանան, ինչպես Սաղմոս ասածը կվկայե, ինչ քաղցր են խոսքերդ ինձ համար, ինչքան որ մեղը քիմքիս համար, Սաղմոս 119:103։ Գուցե բանաստեղծական թվի այս խոսքը, սակայն ինչպես բնության դարվերեն յուրաքանչյուրը համաձայն իր պետքին արևեն գենսունակություն կստանա, նմանապես բոլորոնք որոնք կմոտենան եւ կփանան իրենց սրտերը արարիչ Աստուծո, վստահ որ կոացում կգտնեն զիրեք տագնապեցնող ֆիզիկական, մտային, թե հոգևոր ամեն տեսակի կարիքներուն։ Արդարև հարևանցի ակնակ մտածելով ավետարանիուն վրա, կտեսնենք, թե Տերը իրեն թիմողներուն ակնկալությունը միշտ արդարացուց։ Այսպես, Նիկոդեմոսին ան կյանքի խորհուրդը բացահայտեց, բազմաթիվ հիվանդներ բուժեց, անոթիներ կերակրեց, առաքյալին հավատք ավելցուց, մեռած Ղազարոսը եւ ուրիշներ կյանքի գոչեց, անդամալույզին եւ նույնիսկ զինք խաչողներուն մեղքերը ներեց։ Իմի բան, առաքյալները մինչև երկրորդ քալուստը Քրիստոսի մարդկային սերի ամեն տասակարգի անցինք եւ հոգնած ու զանգափերնված իրեն գտիմեն, բոլորին ալ կբարգեւե հանգիստ, մխիթարություն, հավնական կյանք եւ երջանկություն։ Դες Մատթեոս 11:28։ Ուստի չանդեսենք մեր հոգիներու անօթությունը։ Երբեք չամճնանք առօրյայի մեր հացը խնդրելու գենթանի հացեն, որ ծնավ Պետրեհեմի մեջ, որ դարացի եւ ով կնշանակե հացի դուն։ Իրավ է որ ըստորնացուցիչ կթվի, ապրուստի համար խնդրել, աղաչել, մուրալը,
Սակայն մեր Տերը Քրիստոս ինք սորվեցուց, թե խնդրեցեք եւ պիտի դրվի։ Մատթեոս 7:7։ Հետևաբար, որպես զավակներ, սրբացությամբ խնդրենք մեր առօրյայի կենդանի հացը Քրիստոս, որպեսզի ան զորացնեն մեր հավատքը, ընդարձակի աստվածգիտության մեր իմաստությունը, փանա հոգի մեր աչքերը, իմանալու մեր քույրության նպատակը եւ երկավոր կյանքի ուխտակնացությունը ամփոփչացնելով արժանի լանք վայելելու հավիտենական ասահման բարիքները։